Երևանի հյուսիսային պողոտայում հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Ընտրիր քո ճանապարհը» կարգախոսով միջոցառման շրջանակում «Կյանքն առանց ծխախոտի» եւ «Կյանքը ծխախոտով» տաղավարներ էր պատրաստել, մեկը ծաղիկներով, կանաչ գորգով, մյուսը ծխախոտի կտորներով եւ կարմիր գորգով ձեւավորված։ Միջոցառման նպատակը ծխելու վնասների մասին մարդկանց տեղեկացնելն էր։ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը տեղեկացրեց, որ այս թեմատիկայի միջոցառում իրենք նախաձեռնում են առաջին անգամ։ Ակցիա, որ մասնավորապես վերաբերում է մեր երիտասարդ սերունդին, մատաղ սերունդին, որովհետեւ մի քիչ ավելի դիտարկային տեսնեն այն վնասները, այն խնդիրները, որոնք ունեն։ Առաջինը նախ առողջ ապրելակերպի համար, առողջ սերունդի համար։ Երկրորդ ինչու՞ չէ, Երևան քաղաքի մաքրության համար։ Միջոցառմանը մասնակցող երիտասարդները կարծում են, որ ակցիան կծառայի իր նպատակին։ Մենք նպաստելու ենք, որ այսինքն չծխեն էլ ոչ ոք, վնաս է դա։ Ակցիայի մասնակիցները հնարավորություն ունեին ծխախոտի գլանակը նետելու դիմաց քաղցրավենիքներ ստանալ։ Ու փորձում եմ նենց անեմ, որ ինչքան հնարավոր է մարդիկ քիչ ծխեն։ Թեկուզ մի սիգարետով, թեկուզ երկուս, բայց ինչքան հնարավոր է քիչ։ Երևանն առանց ծխախոտի ծրագիրը ամփոփում է «Ընտրիր քո ճանապարհը» խորագրի ներքո ընթացող հանրային միջոցառումների շարքը, որը հայկական Կարմիր խաչի ընկերությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհներով։ Սա միջոց է, որպես մարդիկ տենան, թե ինչ վտանգ է իրենց ներկայացնում ու աղտ է մեր բոլորիս կյանքում։ Հայաստանում 16 տարին լրացած տղամարդկանց 52%-ը ծխում է, իսկ ծխող կանանց ցուցանիշները համեմատաբար ավելի ցածր են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով թոքերի քաղցկեղի 90%-ը, քրոնիկ հիվանդությունների 75%-ը եւ սրտային հիվանդությունների 25%-ը ծխելու արդյունք է։ Ժորժ Աբրահամյան, Իրանի հայկական ռադիոժամ, Երևան։